Մեր դիրքորոշումները չեն փոխվել եւ չեն փոխվելու։ Դիրքորոշումները ոչ Երևանում են փոխվում, ոչ էլ Մոսկվայում, թեպետ ամիսներ առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ որոշակի ըմբռնում ենք տեսնում։ Մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են այդ թվում մեր գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթգծերը գալ մտնել Հայաստան եւ Հայաստան մտնելով էլի շրջանցել Հայաստանը։ Հայկական երկաթուղու կառավարումը երրորդ երկրին փոխանցելու շուրջ քննարկումները թեժացել են այս տարեսկզբից, թեպետ երասխախուրիկ երկաթգիծը վերականգնելու Երևանի առաջարկը Մոսկվայից դրական արձագանքի արժանացավ, Հայաստանն այնուամենայնիվ օրակարգ բերեց երկաթգծերի կառավարչի հնարավոր փոփոխության հարցը։ Սա այն պատճառով, որ Ռուսաստանի հետ որոշ երկրներ ոչ այնքան լավ հարաբերություններ ունեն, իսկ Սյունիքի ամերիկյան ճանապարհով անցնելու է նաև երկաթուղին։ Հակառուսական չբացահայտվող ուժերը չեն ուզում ճանապարհ կտրել Մոսկվայի կառավարման տակ գտնվող ենթակառուցվածքներով։ Թրիփի բանակցություններին առաջարկել էին մեր երկրի տարածքով անցնող ճանապարհի ծրագրով շրջանցել հենց մեզ, ինչն էլ ըստ Նիկոլ Փաշինյանի կնշանակի, որ Հայաստանը կորցնում է իր ռազմավարական դիրքերն ու մրցակցային առավելությունները։ Մեր ասացի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Չնայած Փաշինյանի այս հայտարարությանը Մոսկվայից տարակուսանքով արձագանքեցին Հարավկովկասյան երկաթուղու վերաբերյալ Երևանի մեկնաբանություններին, ինչպես հենց բանաձևել էր Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Զախարովան։ Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել է, որ Մոսկվան ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ։ Ռուսական կառավարման հայկական երկաթուղին Ղազախստանին փոխանցելու հարցը Նիկոլ Փաշինյանը բնորոշել էր որպես օրակարգում թևածող, թեպետ այնպես չէ, թե Երևանի տեսադաշտում միայն Աստանան էր, այլ պետությունների անուններ էլ էին շրջանառվում՝ Քաթար, Քուվեյթ։ Ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ եւ բնական է հետաքրություն, խոսակցություն դրա մասին կա։ Թեև պաշտոնական Երևանի դիրքորոշումը հստակ է առ այն, որ երկաթուղու կառավարման փոփոխության հարցն առաջ բերելը Մոսկվայի դեմ ուղղված չէ, այսուհանդերձ Փաշինյանի Ռուսաստանում նախագահ Պուտինի հետ ապրիլ 1-յան հանդիպումից հետո Դաշնության փոխվարչապետը պնդել էր, թե միայն Հայաստանի կառավարությունն է կասկածի տակ առնում երկաթուղային ոլորտում համագործակցության հնարավոր շարունակությունը։ Ռուսաստանի Դաշնության բոլոր հարևանները նույնիսկ Եվրամիության անդամներ հետաքրքրված են ռուսական երկաթուղային ցանցից օգտվելով եւ ռուսական երկաթուղիների հետ համագործակցելով եւ միայն Հայաստանի կառավարությունն է կասկածի տակ դնում համագործակցության շարունակականությունը։ Հայկական երկաթգծերը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարմանը հանձնվել են 2008-ին 30 տարով եւ այս պայմանագիրը եւս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փաստաթղթի գոյության 18-րդ տարում փորձագետներն այնքան էլ իրատեսական չեն համարում կառավարական փոփոխությունները, որքան էլ Երևանի առաջ քաշած պատճառներն օբյեկտիվ լինեն, շեշտում են մասնագետները։ Չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Մասնագետների գնահատմամբ երկաթուղու շուրջ ընթացող քննարկումները վաղուց արդեն դուրս են եկել զուտ պայմանագրային կամ տեխնիկական հարցերի շրջանակից։ Դրանք արտացոլում են ավելի լայն գործընթացներ, որոնք առնչվում են նաև արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանային հավասարակշռության խնդիրներին։ Փորձագետների կարծիքով հայկական երկաթուղու ռուսական կառավարման շուրջ ձևավորված իրավիճակը վկայում է, որ ռազմավարական ենթակառուցվածքների կառավարումն այլևս միայն տնտեսական նշանակություն չունի, այն դարձել է պետությունների միջև հարաբերությունների մակարդակը, փոխադարձ վստահությունն ու հետագա քաղաքական կուրսը չափելու ցուցիչ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։